Եռաբլուրում քայլելի սիրտը դառնում է բոց։ Քարերի տակ պառկած տղերք իրենց արյունով մաքրեցին հայրենիքի պատիվը, բայց վերևում նստածներ կան, որ իրենց ստորությամբ պղծեցին այդ սրբությունը։ Նրանք վաճառեցին հողը, որը ջրվել էր մեր հերոսների կյանքով։ Նրանք խաբեցին ժողովրդին, խաղաղություն խոստանալով, բայց կապիտուլյացիա բերելով։ Նրանք դավաճանեցին ոչ միայն զինվորին, այլ նաև մայրերին, ովքեր որդիներին ուղարկեցին որպես զոհաբերություն հանուն հայրենիքի։ Եռաբլուրում լռությունը դառնում է գոռոց։ Ինչպես համարձակվեցիք այս հողի վրա կանգնել ու դեռ ղեկավարել մեզ։ Քարերը լուռ են, բայց այդ քարերից ամեն մեկը դատաստան է։ Դատաստան դավաճանների ու նրանց հետևից վազող հիմարների դեմ։ Այստեղ ամեն անուն ճառագում է մեղադրանք։ Մենք տվեցինք կյանքը, իսկ դուք խաղադրույք դրեցիք մեր արյան վրա։ Ուղղահայաց կանգնած տղերք իրենց լուսանկարներում դեռ ժպտացող ավելի արժանապատիվ են, քան ողջ մնացած այն մարդիկ, որ բութ հավատարմությամբ պաշտպանեցին իշխանության դավաճանությունը։ Եվ դեռ ավելին, նրանք, որ այսօր ժպտալով սեղմում են Ալիևի ձեռքը այն մարդու, որ հրաման էր տալիս սպանել մեր զինվորներին ու ոչ միայն, նրանք երկրորդ անգամ են խոցում եռաբլուրը, որովհետև Ալիևի հետ սեղմված յուրաքանչյուր ձեռք հերոսի թափված արյան վրա դրված դանակ է։ Եռաբլուրը միայն լաց չէ, այն նաև դատաստան է։ Այստեղ հայրենիքի խիղճը շշնջում է։ Ժողովուրդ, բաց արեք աչքերը, մի անգամ արդեն կորցրիք ամենաթանկը, միթե դեռ պատրաստ եք կրկին նույն սխալը թույլ տալ։ Եռաբլուրից դուրս է գալիս սիրտդ, սեղմվել ոչ միայն տղերքի համար, այլև այն խուլների համար, որ դեռ չեն հասկացել։ Դավաճանին պաշտպանել նշանակում է երկրորդ անգամ սպանել հերոսներին։ Եռաբլուրը խոսում է, եւ այդ խոսքը չես կարող անտեսել։ Այն դառնում է երդում, դառնում է վրեժ, դառնում է ապագա, որտեղ դավաճանների անունները կմնան պատմության ամենամութ էջերում, իսկ տղերքի անունները կդառնան հավերժ աստղեր։ Ու վերջապես, մի ուղիղ հորդոր նրանց, ովքեր հիմա դեռ սատարում են դավաճաններին։ Բացեք աչքերը, նայեք այս քարերին, տեսեք մայրերի աչքերը, լսեք նրանց լացը։ Եթե ձեր ձեռքով բարձրացրած ժպիտները միացել են օտարի ձեռքի սեղմանը, կանգ առեք, հետ կանգնեք նրանից, որ երկրորդ անգամ է սպանելու ճանապարհը։ Փոխեք ընթացքը առանց ուշանալու, վերադարձեք ժողովրդին, ընդունեք ճշմարտությունը եւ հաշվետվությունը։ Որքան էլ այսօր սխալվում եք, ես միևնույն է կուզենամ, որ մի օր հետ կանգնեք ու դարձի գաք, որովհետև հայրենիքը ձերն էլ է, եւ այն չի ներում միայն մեկ բան, երբ մարդը գիտակցաբար ընտրում է դավաճանությունը։